Պատրաստում ենք սիրունիկ ոզնիներ։ Աղացած մսի վրա ավելացնում ենք աղացած սոխ, ապա քերիչով անցկացրած կարտոֆիլ և գազար, ավելացնում ենք մանր կտրատած կանաչի, ապա աղ, սև պղպեղ և պապրիկա։ Կոտրում ենք մեկ ձու և լավ խառնում։ Առանձին տարայի մեջ լցնում ենք բասմատի բրինձը, եթե ուզում ենք ստանալ սիրուն ոզնիներ, ապա բրինձը պետք է լինի միմիայն բասմատի։ Բրինձի վրա լցնում ենք եռացրած ջուր և մի կողմ ենք թողնում։ Հիմա պատրաստում ենք բանջարեղենային բարձիկը, որի վրա կշարենք մեր ոզնիները։ Սոխը և գազարը կտրատում ենք կլորակներով։ Կաթսայի մեջ շերտերով շարում ենք սոխը, ապա վրան գազարը։ Կարմիր կամ բուղարական պղպեղը նույնպես կտրատում ենք կլորակներով, նույնը կատարում ենք նաև լոլիկի հետ։ Կաթսայի մեջ ավելացնում ենք լոլիկի շերտը, իսկ հետո պղպեղի շերտը։ Բանջարեղենի մեջ տեղադրում ենք մի քանի պճեղ սխտոր։ Պատրաստում ենք սոուսը, տոմատի մածուկի վրա լցնում ենք ջուր, ավելացնում ենք աղ, պապրիկա և լավ խառնում ենք։ Լցնում ենք մեր բանջարեղենի վրա։ Բրինձի վրայից ջուրը թափում ենք և թողնում ենք, որ մի փոքր չորանա։ Ֆարշից պատրաստում ենք գնդիկներ և լավ սեղմում ձեռքերով, ապա թաթախում բրինձի մեջ։ Բրինձի մեջ թաթախելուց հետո նույնպես լավ սեղմում ենք ձեռքերով, ինչպես ցուցադրված է տեսանյութում։ Մեր գնդիկները շարում ենք կաթսայի մեջ բանջարեղենային բարձիկի վրա։ Շատ կարևոր է, որ կաթսայի մեջ գնդիկները իրար շատ մոտ չլինեն։ Եթե բրինձից մնացել է, կարող եք լցնել կաթսայի մեջ ոզնիների միջև, կլինի շատ համեղ գարնիր։ Փակում ենք կափարիչով և դնում շատ թույլ կրակի վրա և եփում եռալուց հետո 40 րոպե։ Ստացվում է շատ սիրուն և շատ համեղ ուտեստ։